Պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխորունու սպանության գործի քննությունը քննչական կոմիտեն ավարտել եւ անցած ամիս ուղարկել է դատարան, ու չնայած սպանությունը բացահայտելու պնդումներին, առ այսօր անհայտ է, թե ովքեր են պատվիրատուները։ Երևանի Սայաթնովա եւ Չարենց փողոցների անկյունային հատվածի շենքի մուտքերից մեկի աստիճաններին այսօր սպիտակ մեխակներ էին դրված։ Նույն տեղում կեսգիշերից քիչ անց սպանվել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխորունին։ Հանցագործները փախուստի են դիմել։ Վահրամ Խորխորունին սպանվել էր 1998-ի դեկտեմբերին իր տան շքամուտքի դիմաց։ Ըստ քննչական կոմիտեի Սասուն Արուշանյանը եւ նրա հանցակիցը 5 կրակոց էին արձակել, որոնցից 3-ը Խորխորունու դեմքի, իսկ մյուս 2-ը կրծքավանդակի շրջանում, ինչի հետևանքով էլ վերջինս տեղում մահացել էր։ Սպանությունից հետո գործը բացահայտել իրավապահներին չէր հաջողվել։ 1998-ին գործին խառնվել էր անգամ Պաշտպանության նախարարությունը, խոստանալով փոխնախարարի սպանությունը բացահայտողին $100,000 պարգևատրել։ Սպանությունից շուրջ 27 տարի անց այս տարվա հուլիսին քննչական կոմիտեն հայտարարեց, թե բացահայտել է Պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխորունու սպանությունը եւ ձերբակալել Սասուն Արուշանյանին։ Քննչական կոմիտեն սակայն չուներ գլխավոր հարցի պատասխանը, ով է սպանության պատվիրատուն եւ որոնք են Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի զինակցի սպանության շարժառիթները։ Այս գործով քննիչ Դավիթ Սարոյանը ամիսներ առաջ հանրայինին տված հարցազրույցում ասել էր, թե սպանության պատվիրատուին հայտնաբերելու նպատակով դատավարական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում։ Ով է պատվիրատուն, ով է տվել է դոլարը։ Պատվիրատուների անունը տվեք։ Մեզ պատվիրատուի անունն է պետք։ Այս սպանողների անունը 99-ներ գիտեին։ Այն, որ Խորխորունու սպանությունը կատարողները հայտնի էին դեռ 27 տարի առաջ, Ազատության հետ զրույցում նշել էր այն ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Բաբայանը, տեղեկացնելով, որ կասկածվող 3 անձինք, այդ թվում Սասուն Արուշանյանը, նույն գործի շրջանակներում ձերբակալվել էին նաև 1999-ին։ Արդյոք ամիսներ տևած նախաքննության ընթացքում քննչական կոմիտեն ի վերջո բացահայտել է Խորխորունու սպանության պատվիրատուներին։ Պարզվում է դեռ ոչ։ Ձեռնարկվում են միջոցառումներ պատվիրատուներին բացահայտելու ուղղությամբ։ Մինչդեռ սպանված Պաշտպանության փոխնախարար Վահան Խորխորունու լիազոր ներկայացուցիչ Գրիգոր Մղդեսյանի համոզմամբ առանց պատվիրատուների բացահայտման գործի ամբողջական բացահայտման մասին խոսել չի կարելի։ Կարելի է խոսել գործի բացահայտման մասին, պարոն Մղդեսյան, եթե պատվիրատուի անունը չգիտենք, որտեվ նույն Սասուն Արուշանյանը 99 թվականին էլ էր կալանավորվել, հետո էլ ազատ էին արձակել, գործը կարճել էին։ Կարող ենք խոսել գործի բացահայտման մասին։ Ոչ, ամբողջապես ոչ։ Իսկ ձեր համար գլխավոր հարցը այս դատավարության ընթացքում ո՞րն է, հենց պատվիրատուների բացահայտումը։ Միանշան։ Դուք դա ռեալ համարում եք։ Իհարկե։ Համաձայն դատարան ուղարկված գործի 52-ամյա Սասուն Արուշանյանը Վահրամ Խորխորունու սպանության կասկածանքով ձերբակալվել էր դեռևս 1999-ի հոկտեմբերին։ Սակայն 5 ամիս անց 2000 թվականի մարտին այն ժամանակ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերով քննիչ Հակոբ Բաբայանը որոշել էր Արուշանյանին կալանքից ազատել, իսկ քրեական գործը ընդհանրապես կարճել։ Ինչ հիմքով էր քննիչը Արուշանյանին 5 ամիս կալանքի տակ պահելուց հետո գործը հանկարծակի փակել, պարզ չէ։ Սակայն 26 տարի անց սպանության այս գործը վերաբացելուց հետո քննչական կոմիտեն գործը փակած քննիչ Բաբայանի որոշումը հիմնազուրկ որակեց եւ տեղեկացրեց, որ դա եւս քննության առարկա են դարձրել։ Այդ որոշումը գնահատվում է բավականին վաղ կայացված որոշում եւ հիմնավորվածության առումով նաեւ ինչ որ միտեղ թույլ հիմնավորված կարելի ասել հիմնազուրկ։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որ ճանաչում էր Սասուն Արուշանյանին եւ Խորխորունու սպանության մեջ մեղադրվող մյուս 2 անձանց, Ազատության հետ զրույցում ոչ միայն պատվիրատուների բացահայտումն էր կարևորել, այլև թե ում միջնորդությամբ էր այս գործը դեռևս 2000 թվականին կարճվել։ Հետո խեն բաց թողել, ով ա եղել այդ մեծ պապան, որ կարողացել է բաց թողել, այդ դրա մասին խոսեն։ Այսպիսով Սասուն Արուշանյանը, եթե առաջին անգամ 1999-ին շուրջ 5 ամիս կալանքի տակ մնալուց հետո ազատ արձակվեց, ապա երկրորդ անգամ արդեն 26 տարի անց 2025-ի հուլիսին կրկին նույն գործով ձերբակալվելուց հետո կալանքի տակ մնաց 4 ամիս։ Դատարանն անցած նոյեմբերին Արուշանյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով եւ 15 միլիոն դրամի չափով գրավով։ 53-ամյա Սասուն Արուշանյանի պաշտպան Դավիթ Դալաքյանն Ազատությանն ասաց, որ իր պաշտպանյալը Խորխորունու սպանության մեջ իրեն մեղավոր չի ճանաչում եւ պնդում է, որ որևէ առնչություն չի ունեցել նախկին փոխնախարարի հետ։ Ինչ վերաբերում է պատվիրատուներին, ապա քրեական վարույթի նյութերում նման հանգամանք չկա։ Ոչ, չի ընդունում իր մեղավորությունը Սասուն Արուշանյանը,
մեղքը չի ընդունում։ Իդեպ Վահրամ Խորխորոնու սպանության գործը դատարանից դատարան է գնում։ Անցած ամիս այն ուղարկվել էր ընդհանուր իրավասության քրեական դատարան, սակայն դատավորը որոշել է, որ գործը պետք է քննվի հակակոռուպցիոն դատարանում։ Վերջինս էլ ըստ Տուժող Իլիազոր ներկայացուցչի որոշել է, որ գործն իր ենթակայությամբ քննվել չի կարող եւ ուղարկել է Վճռաբեկ դատարան, որոշելու թե ի վերջո որ դատարանը պետք է քննի 27 տարվա վաղեմության սպանության գործը։